Ողջույն սիրելիներ, շարունակում ենք մանուշակային գործերը, հատկապես որ շաբաթվա վերջ է եւ ելին շաբաթվա վերջ առանց մանուշակային անելիքների։ Ինչ ենք անում այս անգամ, մեծացած ստարտերները, ավելի ճիշտ մեծացած ջուտիկները, որոնք ստարտեր են կոչվում արդեն, փոխադրում ենք հիմնական ծաղկամաններ։ Այս գործընթացի համար հարկավոր է նախապես պատրաստված հողախառնուրդ, փոքրինչ խոնավ, այսքան խոնավության։ Այս անգամ իմ հողախառնուրդը առանց պենոպլաստի գնդիկների է, որովհետև հինը վերջացել էր եւ նորը պատվիրել չեմ հասցրել ճիշտն ասած, բայց 40% պերլիտով խառնուրդը եւս իդեալական տարբերակ է մանուշակների համար։ Երբեմն նաեւ այսպես եմ անում, գրեթե չկա տարբերություն։ Նախապես պատրաստված հողախառնուրդ, ծաղկամաններ, 300 գրամանոց եւ մի քանի 250 գրամանոց, մանր-մունր պարագաներ, գործիքներ, այսպես ասած, եւ իհարկե ջուր սիրելի ջրամանով։ Մեզ նաեւ հարկավոր է ֆիտիլայինի թելը, անպայման արհեստական, ոչ բնական, եւ ստացվում է ամեն ինչ վարդակույն, ինչ արած, սիրում ենք վարդակույնը, մենք աղջիկներս չենք կարող առանց դրա։ Սկսենք առաջին տարբերակից։ Հեռացնում ենք հին հողախառնուրդը, կամ կարող ենք նաև չհեռացնել, հատկապես սկզնակները կարող են չհեռացնել, այսպիսով պակաս ստրեսի կենթարկենք մանուշակին, սակայն եթե դուք արդեն այս գործընթացը բազում անգամներ կատարել եք, նաև կարող եք հողը հեռացնել եւ որևէ խնդրի առաջ չկանգնել։ Երկու տարբերակն էլ կիրառելի են։ Տեսեք, այսպես։ Մի կողմ ենք դնում մանուշակը եւ պատրաստում ենք ծաղկամանը հողով։ Տեսեք, ես ֆիտիլայինի թելը 2 պոչիկով եմ անում, այսպես ասած, ոչ թե 1, սակայն կարելի է նաև 1 անել, սա ընդհանրապես սովորության եւ վարժության հարց է, այստեղ սխալներ լինել չեն կարող 1 կամ 2-ի հարցում։ Տեսեք, այսպես մեջից անցկացրեցի եւ այսպես 2 հատ դեպի վար կախված թել ունեցանք, որոնք ջրի մեջ են լինելու մասամբ։ Ավելացնում ենք հողախառնուրդը, մի քիչ ազատ թողելով ծաղկամանը, որպեսզի հնարավորություն ունենք այսպես մատով անցք բացել եւ տեղադրել մեր մանուշակի ստարտերը։ Հողը ավելացնում ենք կողմերից, հավասարաչափ եւ առանց սեղմելու։ Սեղմել երբեք պետք չէ։ Հնարավորինս ազատ եւ փափուկ միջավայրում պետք է լինեն մանուշակի արմատները, որպեսզի օդա թափանցելիությունը չխախտվի եւ իրենք բնականon նորմալ առողջ աճեն։ Տեսեք, եւ պատրաստ է։ Ջրում ենք եզրերից, հավասարաչափ, փորձելով չթրջել կենտրոնը, որովհետև գիտենք մանուշակի խնամքի օրենքներից, կարևոր օրենքներից է մանուշակի աճման կետը առանց թրջելու թողելը, առանց խոնավեցնելու։ Սկզբում գուցե մի քանի անգամ չստացվի, բայց ի վերջո ստացվելու է։ Այսպես անցանք հաջորդ տարբերակին։ Աղմուկը հենց այս պահին սկսվեց, դրսում աշխատելու առավելություններից է վայելել ամռան վերջին օրերը եւ խնդիրներից է արտաքին աղմուկը չակերտավոր վայելելը եւ անչակերտ դիմանալը։ Ինչ արած, քանի կա ազատ ժամանակ, պետք է կատարել անհրաժեշտ գործերը։ Հատկապես եթե դրանք հաճելի գործեր են։ Հեռացնենք այս մի տերևը, որպեսզի գեղեցիկ էսթետիկ սկավառակ ունենանք մանուշակի։ Ես համաչափությունը կարևորում եմ։
Համաչափությունը կարևորում եմ, տեսեք ինչ լավ արմատներ ունի մեր տարբերակը, չգիտեմ ինչպես է երևում, բայց բավական տեսանելի է։ Նաև համաչափության մասին խոսեցինք, կարևոր է, երբ որ ծաղկամանում տնկում ենք մեր ճուտիկը կամ ստարտերը, պետք է նաև կենտրոնում տնկել, պահպանել համաչափությունը, եթե կենտրոնում չենք տնկում, զարգանում է մանուշակը ծուռ, այսինքն մի կողմի տերևները սաղարտախիտ առատ աճում են, մյուս կողմը մի քիչ ավելի նվազ խտության է լինում և գեղեցկությունը, էսթետիկ տեսքը սկավառակի մանուշակի ուղղակի կորում է, որը պետք չէ մեզ։ Այսքան չարչարանքից հետո պետք է նաև գեղեցիկ մանուշակ ունենանք, գեղեցիկ սկավառակով։ Տեղավորում ենք, ցեք սիրելիներ, և ավելացնում հողախառնուրդը։ Ես ճիշտն ասած սկզբում սեղմում էի և աննկատ ինձ համար, ոչ թե հատուկ էի անում, բայց այսպես սեղմում էի, հետո արդեն սովորություն դարձավ, որ պահի տակ պետք է մտապահել չսեղմելու հանգամանքը։ Սա շատ կարևոր է, ինքը մանրուք է թվում, բայց կարևոր է։ Սեղմելու դեպքում նեղման ռիսկն ենք շատացնում, ավելացնում ենք այդ ռիսկը։ Մեզ պետք չեն այսպիսի բաներ, պետք է խնամքով վերաբերել։ Եթե կայուն չի մնում մանուշակը հողում, կարելի է ֆիքսել այսպիսի փայտիկների օգնությամբ, կարելի է նաև չանել։ Սա ևս նախընտրության հարց է։ Եթե անխուսափելիորեն այսպես մի կողմ է թեքվում, անպայման ենք անում, բայց եթե մի քիչ այս տարբերակն է լինում, օրինակ այս դեպքում ես չեմ անում, չեմ ֆիքսում։ Շարունակում ենք և այս մեկի հերթն է։ Ես նախապես մի քանի հատ արել էի, հետո մտածեցի տեսանյութ նկարահանել, ձեզ համար երկու տարբերակ մնաց ինձ այս պահին աշխատելու։ Տեսեք ինչ լավ արմատային համակարգ ունի մեր տարբերակը։ Երբեմն արմատների ծայրից ևս ես կտրատում եմ, նաև արմատային համակարգը համաչափ ստանալու համար, ինչ արած համաչափության վրա ուշադրություն եմ դարձնում միշտ, սա ևս սովորություն է, սիրելիներ։ Պատրաստենք մեր ծաղկամանը։ Նախապես կարելի է նաև թելերն անցկացնել, բայց քանի որ շատ չէ իմ ազատ ժամանակը, այսպես բացարձակապես կազմակերպված չարեցի այսօր, ամենապատրաստը, որ կար նախապես հողախառնուրդներ, մնացածը ընթացքում կազմակերպում եմ։ Ինչ արած, սիրում եմ ես այս աշխատանքը մանուշակների հետ, պահանջում է համբերություն, բայց եթե սիրով ենք անում, դժվար չէ ոչ մի բան։ Եվ հատկապես մանուշակներն այն բույսերից են, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր աշխատանքի արդյունքը տեսանելի են դարձնում մեզ համար և մենք սրանից ոգևորվում ենք։ Ամենաշնորհակալ բույսերից են մանուշակները, սիրելիներ։ Տեսեք, սա մի քիչ կարիք ունի ֆիքսելու։ Վերցնում ենք մեր սիրելի փայտիկները։ Այս փայտիկները անփոխարինելի օգնականներ են
Տեսեք, 3 հատը բավարար է։ Գեղեցիկ եղավ։ Մի քանի օրից, 3-4 օրից կարելի է փայտիկներ հեռացնել։ Կամ կարելի է մի քիչ ավելի երկար թողել։ Չեն խանգարում, պարզապես շատ երկար պետք չէ թողել, որովհետև եթե մանուշակը ակտիվ աճ սկսի, տերևները պետք է լայնանան, տերևակոթերը երկար են, կարող է ճնշվեն փայտիկների պատճառով, դրա համար մի քանի օրից անելը լավագույն տարբերակն է, եթե իհարկե չենք մոռանում։ Եվ աբրիկոս կան իմ սիրելի տեսակներից, երբեք չեմ հոգնում Ծանծրանում ես այս տեսակից, իմ հին տեսակներից է, մինչ ծաղկելը մեզ հիացնում է իր տերևների շքեղությամբ և գեղեցկությամբ։ Տեսեք օրինակ սրա արմատը մի քիչ երկար բարակ կարելի է կարճացնել, համաչափ տեսքի բերել, այսպես։ Այսօր այսքանը սիրելիներ, բարով աճեցնեք ձեր մանուշակները, ստանաք ձեր աշխատանքի արդյունքը և ուրախ առողջ վայելեք։ Մինչ նոր տեսանյութեր։